մեծ ինչ որ հիմա ասեմ, չի վերաբերում լոդերներին, որոնք մաթեմատիկին չեն ուզում խփել։ Սա վերաբերում է աշխատասեր մարդկանց, որոնք ունեն նպատակներ, որոնք ուզում են կյանքում ինչ-որ մի բանի հասնել։ Շատ աշխատելը ձեզ խանգարելու է։ Դուք պետք է քիչ աշխատեք, որովհետև երբ որ դուք շատ եք աշխատում, ձեր ուղեղին դուք տալիս եք մի հատ իմպուլս, որ ավելի մեծ արդյունքի հասնելու համար դուք պետք է ավելի շատ աշխատեք։ Օրինակ պատկերացրեք, ասենք բեռնակրի, որը ասենք գնացքի վագոնից ինչ-որ մի բան է դատարկում։ Իրան տալիս են, ասենք մի վագոնի համար այսքան փող։ Եթե ինքը ուզում է իր փողը շատացնի, ինքը պետք է վագոնների քանակը շատացնի։ Սա սխալ ճանապարհն է։ Ճիշտ ճանապարհն է, որ եթե դուք ուզում եք ձեր արդյունքը մեծացնեք, դուք ոչ թե պիտի նույն գործողությունը, նույն աշխատանքը ավելի շատ քանակի անեք, այլ պիտի փոխեք ձեր գործողության տեսակը։ Պակաս արդյունավետ գործողությունը փոխարինեք ավել արդյունավետ գործողությամբ։ Եթե դուք այսօր ունեք այնքան գործ, որ օրը 8 ժամ աշխատելով չեք հասցնում ձեր գործերը, ուրեմն դուք զբաղված եք սխալ գործեր անելով։ Դուք ոչ թե պիտի 8 ժամի փոխարեն 10 ժամ աշխատեք, այլ մի շարք բաներ, որ հիմա դուք անում եք, պիտի դադարեք անել։ Հիմա դուք կասեք, բայ եթե չանեմ ով պիտի անի։ Ով ուզում է թող անի։ Դա ձեզ չպիտի հետաքրքրի։ Դուք գնում եք դեպի փակուղի։ Դուք ընտրեք այն ռազմավարական կարևոր բաները, որ պիտի անեք, դրանք արեք, մնացած ժամանակը մի արեք են ոչ կարևոր գործերը, տվեք թող ուրիշը անի։ Սկիզբը դժվար կլինի, բայց գնալով մի քանի օր, մի քանի շաբաթ հետո դուք կհասկանաք, որ ձեր ժամանակը հիմնականում խլում են այն գործերը, որոնք ձեզ որևէ էական արդյունք չեն բերում։ Հրաժարվեք այդ գործերից։ Իսկ ինչու ես ասացի, որ լոդերներին իմ ասածը չի վերաբերում։ Որտեվ եթե մարդը լոդեր է եւ ընդհանրապես չի ուզում աշխատի, այդ մարդուն այս խորհուրդը հələ մի բան էլ ավելի վնաս կտա։ Կասի, լավ է, էլի ես չէի աշխատում, շատ լավ է, քիչ օրը մի ժամ եմ աշխատում, լավ է։ Չէ, դու լոդեր ես, քեզ շատ աշխատել է պետք, որ քո ուղեղը նախ հասկանա շատ աշխատելու կարևորությունը։ Երբ որ դու հասնես նրան, որ շատ աշխատես, օրը 10 ժամ, 12 ժամ, 15 ժամ, հետո նոր քեզ պետք կլինի այս խորհուրդը, որ դու մտածես արդյունավետության մասին։ Իսկ եթե դու առհասարակ չես աշխատում, դու ի վիճակի չես մտածել արդյունավետության մասին։ Անհաջողակ դեբիլ մարդիկ ընդհանրապես սովորություն ունեն վերցնել բոլոր այն խորհուրդները, որ իրենց մենակ վնաս է տալի։ Դրա համար այս վիդեոները, որ ես անում եմ, դեբիլներին ես վստահ եմ, մենակ վնաս է տալու։ Խելոքներին է օգուտ տալու։ Զարմանալի ունակություն է դեբիլների մոտ, ամեն ինչից վնաս կա։ Սիրելի բարեկամներ, կարճ ծանուցում, եթե այս վիդեոն տեսնում եք Instagram-ում կամ TikTok-ում, սեղմեք bio-ի մեջ link կա։ Եթե Facebook-ում է, ուրեմն վիդեոյի նկարագրության մեջ։ Լրացրեք ձեր մեյլը եւ անունը, ու ես ձեզ պարբերաբար շատ օգտակար կոնտենտ կուղարկեմ։